Բարև, տարին նորացավ, մեր սպասելիքները եւս 2020 թվականի պատերազմից հետո դժվարությունների ֆոնին ամենատարբեր քաղաքացիական նախաձեռնությունները, մշակութային օջախները բարության շղթայի մեջ առան Արցախին։ Հենց այսօր այդ մասին է զրույցը։ Զրուցակիցս Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն է։ Բարև ձեզ Տիկին Օթարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր համագործակցության համար։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք այսօր մեր թանգարան եւ նաեւ շնորհակալ եմ, որ մեր տարիների այս աշխատանքը այսպիսի լավ արդյունք է տալիս, այսինքն լավ բարեկամություն ենք անում։ Լավ բարեկամություն եւ նոր տարվա սպասումների մեջ իհարկե բարության շղթան շատ կարեւոր է, որ չի թուլանում, ինչպես նշեցիք, ամրանում է եւ շատ շնորհակալ եմ Արցախին այդպես պինդ ու ջերմ գրկելու համար։ Եվ այսօր այդ մասին ենք խոսելու, որովհետև ավանդույթ է դառնում ամեն տարի ցավոք սրտի դեռ ժամանակավոր Հայաստանում ապաստանած հադրուցիներին, քաշաթաղցիներին, այս տարի հատկապես հադրուցի երեխաներն են, թիվը մեծ է, դուք գրկաբաց ընդունում եք, նախաձեռնությամբ հանդես եք գալիս։ Ինչ է այս ամենը ձեզ համար։ Գիտեք, սա ուղղակի ոչ պարտք է, ոչ պարտականություն է, սա մեծ վայելք է, սա բավականություն է։ Սա մի բան է, սա օր է, սա ապրելակերպ է։ Եկեք այսպես ձևակերպեմ։ Ոչ մի տարբերություն չկա արցախցի, երևանցի, հադրութի, շուշեցի։ Ուղղակի այնպես է ստացվել, որ մեզ մոտ շատ լավ ավանդույթ է ձևավորվել, քանի որ արդեն մենք 2 տարի է հյուրընկալում ենք Երևանում եւ Հայաստանի մարզերում, այո, բնակություն հաստատած մեր արցախցի երեխաներին, այս տարի էլ որոշեցինք ավանդույթը չխախտել եւ այնպես չէ, որ միայն իրենք են, այսօր նրանց միացել են նաեւ Երևանում ապրող երաժիշտ երեխաներ, փոքրիկներ, այսինքն ինչ տարբերություն հայաստանցի, արցախցի, եկեք չդնենք այդ շեշտադրությունը։ Այսօր մենք հավաքել ենք փոքրիկներին իրենց երազանքը իրականացնելու, որովհետեւ պատկերացրեք ինչքան տխուր կլիներ, եթե սպառվեր, այսինքն մենք դադարեինք երազելուց։ Երազել ցավոք սրտի մեր օրերում մնացել է փոքրիկների մեջ։ Մենք ուղղակի այդպես հավատով ենք ապրում, իսկ փոքրիկները երազով են ապրում։ Տիկին Օթարյան, ես հատկապես հիշում եմ անցած տարվա միջոցառումը եւ ձեր վառվող աչքերը, մասնակիցների մասին էլ խոսք չկա, բայց ուզում եմ ասել, որ դա մի գաղափարի մասին է, որ ես պատմել եմ Արցախի հանրայինի եթերում, բայց սոցիալական տարբեր ծրագրեր արել եք, իհարկե չենք տարանջատում, տարբեր նախաձեռնություններ եք կյանքի կոչել անցած տարի, իհարկե այս տարի նաև հետաքրքիր գաղափարներ համոզված եմ կյանքի եք կոչելու։ Ստացվում է նաև երբեմն այդ ծրագրերին ինքս մասնակցելով ես գտնում եմ ուժ նաև, վերագտնում եմ ինձ։ Կա նման բան ձեզ մոտ։ Իհարկե։ Գիտեք, դա կարծում եմ օրինաչափություն է, երբ որ դու կարողանում ես տիեզերքից Աստծուց քեզ շնորհված պարգևը, որն է տալ դրական, լավը, բարությունը, որպեսզի միջավայրը ավելի հարստանա, ես կարծում եմ այդ շղթան սկսում է մեծանալ եւ դա ձնագնդիկի էֆեկտ է ունենում։ Շուրջը սկսում են հավաքվել այն մարդիկ, ովքեր որ այդ էներգիան սկսում են ստանալ, իրենք տալ եւ նորից լիցքավորվել վերևից։ Ես չգիտեմ, տիեզերքը դե պատկերացնում եք տիեզերքը ինչքան անսպառ է, բայց ես զգում եմ այդ անսպառությունը եւ ես համոզված եմ, որ ինչքան որ տալիս ես հարուրապատիկ վերադառնում է եւ այդ վերադարձը անպայման պետք է ռեալիզացնել, պետք է սպառել։ Չգիտեմ, ես այդպես եմ ապրում, դա ապրելակերպ է ուղղակի, սա մեծ խոսքեր չեն, սա ապրելակերպ է եւ դուք պատկերացրեք, որ ես անցած տարի ասացի այդ մասին, հիշում եք, մի փոքր դժվարություն ունեցանք, մինչեւ երեխաներին մտցրեցինք այդ տրամադրության մեջ, դեռ թար մեր պատերազմը, հա, երեխաները այդ ծանր հոգեվիճակների մեջ էինք, բայց ամեն ինչ փորձում էինք անեինք, որպեսզի երեխաներ ուրախանան։ Վստահ եմ, որ այսօր նրանցից շատերը եթե հիմա մեզ այսօր մասնակցեն այս միջոցառմանը, վստահ եմ, որ նրանք այլևս ջանք չենք թափելու նրանց այդ միջավայրի մեջ դնելու, ուրախացնելու։ Եվ կարծում եմ, որ ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր միջավայրը այդ լավը տալով, իրար կարեկցելով, գուրգուրալով, բայց ներսում հոգու խորքույ մի անկյունում ունենալու ամենամեծ գաղափարը, բարությունը եւ հայրենիքը ամրացնելու այդ գաղափարը, կարծում եմ այդ ավելի ուժեղանալու է, այնինչ ուզում ենք տանք, ավելի հասցեական է լինելու։ Տիկին Օթարյան, դուք
այդ հաղորդագրությունը ամեն օր տարածում եք Սպենդիարյանի տուն-թանգարանի գործունեության շնորհիվ եւ հենց այդ միջոցով տարբեր ծրագրերի միջոցով հանրայնացնում եք մեծային եւ նրա գաղափարները եւ կենսագրությունը։ Անցած տարին թանգարանի 55-ամյա հոբելյանը ամբողջացավ, իհարկե հին ու նոր սերունդներ եկան, բայց կարևոր հաղորդագրությունը այն էր, որ Սպենդիարյանը իր ներկայությամբ մնաց հայրենիքում, հաստատվեց հայրենիքում եւ հայրենիքը շենացնելու գաղափարով մշակութային մի մեծ արշավ սկսեց, որը շարունակվում է այսօր։ Շատ ճիշտ դիտարկում է եւ մենք փորձում ենք առանցքում ունենալ հենց այդ գաղափարը, ճիշտ է 100 տարի մի պա դիմացի մարդուն հետ ենք տանում դեպի 20-ական թվականներ, երբ այն ժամանակ էլ Հայաստանը այդպիսի ծաղկուն ժամանակաշրջան չէր ապրում, ծանր ժամանակաշրջան, բայց նայեք Սպենդիարյանի, Թումանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Թամանյանի նման մարդիկ թողեցին իրենց եվրոպական կյանքը, բարեկեցիկ կյանքը, եկան Հայաստանի մշակույթը եւ ընդհանրապես հայկական պետության կյանքը զարգացնելու տարբեր բնագավառներում։ Ճարտարապետություն, երաժշտություն, քանդակագործություն, նկարչություն, ամեն ինչ։ Բայց ամենակարևորը այս մարդկանց մեջ բացի արվեստը փոխանցելու եւ իրենց համաշխարհային փորձը եւ մարդկային ռեսուրսը փոխանցելուց ամենակարևոր բանը այն լավատեսությունն էր, որ իրենք իրենց հետ բերեցին։ Հասարակ մի օրինակ ասեմ, մինչև Սպենդիարյանի Հայաստան գալը մի կարգին սիմֆոնիկ համերգ չէր եղել Հայաստանում։ Սպենդիարյանը առաջիններից էր, որ ունեցավ այդ համարձակությունը եւ փոքր սիմֆոնիկ նվագախումբ կազմելով կարողացավ բեմ հանել եւ Հայաստանում դրանով հիմք դրեց սիմֆոնիկ համերգների մշակույթը։ Ասելիքս ինչումն է, որ եթե ամեն մեկս մեր տեղում, ինչպես արեցին մեր մեծերը, թողեցին իրենց կյանքը եկան Հայաստան, իսկ մենք այստեղ ենք, մենք ոչ մի տեղից չենք գալիս։ Մենք ամեն մեկս մեր տեղում փորձենք մեր մասնագիտական պրոֆեսիոնալ ներուժով ինչով կարող ենք ամրացնել մեր բնագավառը։ Կարծում եմ, որ սրանով մի փոքր շիֆտ դրած կլինենք, շուխ դրած կլինենք հայրենիքի ուժեղացմանը։ Իսկ մենք հիմա շատ կարիք ունենք հայրենիքի հզորացման։ Ամենակարևորն է եւ հաղորդագրությունների մեջ, գաղափարների մեջ այն է, որ մշակույթը ունի բուժիչ առաքելություն։ Եվ այսօր շուրջ 50 երեխա Հադրութից, որ տարիներ շարունակ գուցե երազել են հայտնվել Սպենդիարյանի տուն-թանգարանում, որովհետև մի փոքր հեռու էինք։ Իսկ այս վերջին տարիներին, որ հոգեպես պատրաստ չէին մասնակցելու գուցե, այսօր պատրաստ են մշակույթի դուռը բացելու եւ շատ երեխաների համար այսօր ուղենիշ կարող է հանդիսանալ Սպենդիարյանի կյանքի ճանապարհը։ Եվ ծնողների համար դա լինելու է բուժիչ ազդեցություն, որ մշակույթը կարող է մաքրել, բուժել, ոգևորել, նաև փրկողակ հանդիսանալ ու ամենակարևորը հուշել երեխաների ապագան։ Այդ զգացողությունը եւ այդ գաղափարը կարծում եմ հենց նաև այսօրվա միջոցառման հիմքում է։ Անշուշտ նաև ի նկատի ունենալ, որ երաժշտությունը բարություն է, մշակույթը բարություն է։ Ես չեմ պատկերացնում այնպիսի մի երեխա, ով շփվում է մշակույթի հետ, նրա մտքով եւ նրա վարվելակերպի մեջ ինչ որ վատ բան լինի, մշակույթը հղկում է։ Երեխաները պլաստիլին են, չէ, իրենց ինչպես որ հղկես իրենք այդպես։ Իսկ փոքրուց մշակույթի մեջ լինելը դա արդեն սկսում է նրանց հղկել։ Վստահ եմ, որ ինչքան շատ լինի առնչությունը մշակույթի հետ, ինչքան շատ լինեն այն փորձերի տեղեկատվական, այն ինչ որ փոխանցում ենք իրենց, տվյալ դեպքում Սպենդիարյանի կյանքի փորձը, այդ հրաշալի կեցվածքը Սպենդիարյանի եւ այն ինչ որ ինքը արեց 20-ական թվականին Հայաստանի համար, վստահ եմ ամեն մեկի մեջ մի փոքր հետք է թողնելու, նմանվելու, նույնը ինքը անելու, ինչու՞ չէ նաեւ իր հուսալքված վիճակին ինչ որ հոգի ու ինչ որ ուժ տալու համար, որովհետև երբեմն մտածում ենք, չէ, ասում ենք, տես նա այդ բանը արեց, ինչու ես էլ չանեմ, ես էլ կարող եմ անեմ, հատկապես արցախցիների պարագայում, որ նրանք բնությունից ունեն հզոր հոգի, ես խենթանում եմ ուղղակի նրանց հոգու եւ նրանց ուժի համար, եւ միայն պետք է կողքից մեզանից ոչինչ չի հասնում, միայն պետք է աջակցել, որ այդ իրենց մեջի ոգին այդ ուժը մեզ էլ փոխանցի, մենք էլ երբեմն կարիք ունենք, որ նրանք այդ ուժը մեզ փոխանցեն։ Ես ուժեղանում եմ, իհարկե, մեզ համար ավելի դժվար է։ Եվ ամենակարևորը նորից եմ ասում, մեկ հոգով ոչ ոք ոչինչ չի կարող անել։
շատ կարևոր է, որ այսօր մենք բոլորս միասին լինենք։ Օրեր առաջ հիշում եք ճանապարհը փակ, դեկտեմբերի 13-ին էր, չէ, հիշում եմ։ Մենք իրար էինք անցել, փոքր կոլեկտիվ, մինչև 10 հոգի։ Ամեն մեկս ապրում էինք այդ հոգսով։ Բայց ֆլեշմոբը ես հիշում եմ։ Այո, մենք ֆլեշմոբ իհարկե ուրիշ ոչինչ չէինք կարող։ Մենք Արցախն ենք եւ աշխարհի տարբեր լեզուներով գրեցինք արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն։ Դա մի փոքր բան էր, դա ոչ օգնություն է, ոչ մի բան է։ Դա մեզ համար էինք անում, որpիսի մենք մեր մասնակցությունը բերենք։ Ինչու ոչ թանգարանի արտասահմանում եղած մեր գործընկերներին, այն մարդիկ, ովքեր մեզ հետևում են, նրանց ինչ որ ձևով մասնագիծը դարձնեինք դրան։ Ես շատ եմ ուզում, որ այս շղթայականությունը մեր ազգի մեջ մի քիչ արթնանա եւ մենք հասկանանք, որ սա անձի խնդիր չէ, սա էգոյի եսի խնդիր չէ, սա հայրենիքի խնդիր է, որի հողի վրա բոլորս ուզում ենք ամուր երկու ոտքով կանգնենք։ Սա միակ բանն է։ Չգիտեմ, եթե ամեն մարդ ունենա այդ զգացողությունը, որ հայրենիքով է ինքը, ուրեմն մենք կհասնենք նրան ինչի որ ուզում ենք։ Եթե չեղավ այդ հասկացողությունը, որ եսով եմ եւ էգոյով եմ, ուրեմն մենք լավ ավարտ չենք ունենա։ Միշտ վատ բան եմ ասում, բայց այդպես է։ Բայց իրականություն է եւ մենք իրատես պետք է լինենք։ Այսօր այդ հուսալքությունը պետք է մի կողմ թողնենք, անօգնականության հանգամանքը, տեսեք, դուք ձեր խողովակներով ձեր գործունեությունը ծավալեցիք, դա առաջին նաեւ ազդակները հասան Արցախ մշակութային օջախներին, շատ կարեւոր ազդակներ տարվա ընթացքում դուք հնչեցնում եք, իհարկե մենք կապի մեջ ենք լինում, ինչ կա իմ Արցախից, այսինքն սրանք շատ կարեւոր զգացողություններ են, որը դա Արցախին չի վերաբերում միայն ամբողջական հայրենիքի գաղափարին, որը մեր նաև ասելիքն է մարդկությանը, որ այսօր աշխարհը չի ցանկանում տեսնել կամ քաղաքական շահերը եւ տնտեսական շահերը շատ ավելի բարձր են։ Աշխարհը այսօր իր հոգսով ապրում, իսկ իրեն հոգսը աշխարհի կարելի է ասել այն հոգսը, որ մենք ունենք, դրա դեմ շատ փոքր է։ Այսօր մարդիկ խոսում են տաքանալու, որ ձմռանը կարող են մրսել, մենք խոսում ենք հողի մասին, երկրի մասին, մշակույթի մասին, դարավոր մշակույթի մասին, պատմության մասին, մեր ի վերջո ինքնության մասին։ Սա է ամենակարևորը։ Իհարկե, ինչպես որ մարդու համար է, իր ցավը, ամեն յուրաքանչյուր մարդու համար իր ցավը մեծ է, այնպես էլ աշխարհի մարդկության համար է։ Յուրաքանչյուր պետության համար իր փոքրիկ ցավը շատ ավելի մեծ է։ Հիմա մեզ համար մեր ցավը միասնական լինելն է։ Նայեք, ես ուրիշ ոչ մի բան չեմ ասում։ Մեր ցավը մեր միասնական լինելն է։ Մենք եթե հասկանանք, որ Արցախից, չգիտեմ, այն ամենավերջի գծից, սահմանից մինչև Լոռի եւ մինչև Տաուժ, մինչև դա մեկ գիծ է, մենք այդ ամբողջականությունը մեր մեջ ունենանք, հայրենիք գաղափարը, ես կարծում եմ, որ այդ ժամանակ արդեն չենք ասի արցախցի երեխաներին, հայաստանցի երեխաներին, մենք չունենք դա։ Ցավոք մենք դա չունենք։ Շատ հետաքրքիր մի բան եղավ իմ կյանքում, ես չէի եղել Արցախում եւ երբ որ 19 թվականին ես ինքս մեքենա վարելով գնացի հասա Արցախ, ճանապարհին անընդհատ Սևանի ճանապարհով էին գնում Վարդենիսի եւ Խարվաճարով անցնելիս անընդհատ ընկերուս ասում էի, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես այստեղ եմ ծնվել։ Սա է իմը, որովհետեւ ես այդ պահին զգացի այդ ներդաշնակությունը։ Այդ կապը կարևոր։ Ներդաշնակությունը, կապը եւ ինձ թվում էր, թե ես այնտեղից եմ։ Եվ այդ զգացումով եմ վերադարձել եւ դրանով եմ ապրում հիմա։ Դրա համար ես կուզեմ, որ այն ինչ որ հիմա մենք անում ենք, ես, մեր փոքրիկ կոլեկտիվը, մեր թանգարանը, ինչ որ անում ենք, որ դա դիտարկվի, որ սա արվում է հայրենիքի համար, միասնական լինելու համար, եւ մենք յուրաքանչյուրս ուզում ենք դեզերքից մեզ տված էներգետիկան բազմապատկենք, հազարապատկենք, որպեսզի այդ ձեր ասած այդ լավ շղթայականը տարածվի ամբողջ բոլորի վրա, Հայաստան, Արցախ եւ Սփյուռք։ Տիկին Օթարյան, ստացվում է, որ նաև ինքնաճանաչողության հարց ունենք, որովհետև պիտի լինել Տավուշում, Լոռիում, Գյումրիում, Արցախում եւ Սփյուռքին էլ պետք է ճանաչենք, որովհետև Սփյուռքը տարբեր շերտեր ունի, ավանդական, նոր ձևավորված։ Մենք այնքան մեծ սիրտ ենք, բայց այդ երակները կարծեք թե իրար չեն ճանաչում, բայց սնուցվում են մի կետից։ Մի կետից բազմաերակ։ Այո, մեր պարագայում։
Այսինքն ինքնաճանաչողություն, այսօր Սպենդիարյանին կբացահայտեն մարդկային տարբեր կերպեր, այսօր ձեր ողջուններն ու ջերմությունը կհասնի Արցախ, տավուշ կհասնի, այսինքն այս ջերմության մեջ մենք նաև պիտի ճանաչենք ու հասկանանք մեր հայրենիքի սահմանը, մեր պատմությունը, մեր մշակույթը, որ թշնամին որքան էլ հոխորտա, չասեն կա, ճիշտ է ասում։ Սերունդը համոզված պիտի հայտարարի սա իմ դարավոր հողն է, սա իմ մշակույթն է, իմ ապուպապերն են կերտել այս ամենը։ Այո, դա անելու համար պարտադիր այդ սերունդը պիտի իմանա իր պատմությունը նախ, լավ ճանաչի իր ապուպապերին եւ ամենակարևորը իր հայրենիքը շատ ճիշտ դիտարկում է, ասում եմ, այն սահմանից մինչեւ մյուս սահման մենք պետք է շատ լավ ճանաչենք մեր հայրենիքը։ Իսկ ընդհանրապես մարդու վրա ամենամեծ ազդեցությունը ունենում է բնությունը։ Երբ գնում ես որևից, նայեք, այս պատերը այդքան ազդեցություն չի ունենում։ Երբ որ դու գնում ես այն վայրը, որը իր մեջ տեղեկատվություն ինֆորմացիա է կրում, իսկ այդ ինֆորմացիան այն ամբողջ դարավոր պատմությունն է, որի միջով անցել է դա, ինչպես որ նոր ասում էի, Խարվաճարի ճանապարհը, հսկայական լեռները եւ այդ գետը, ամեն ինչը, դա ինֆորմացիան է, որ կրում է այդ տարածքը։ Եվ այդ ինֆորմացիան տիեզերքի զորությամբ վերադառնում է քեզ։ Մենք առաջինը մեզ պետք է ճանաչենք, լավ ճանաչենք։ Բացի դրանից, եւ գնահատենք մեր ուժեղությունը, եւ թուլությունը, եւ բացերը, եւ մեր հաղթանակները։ Մենք ռեալ պետք է այդ ամեն ինչը գնահատենք, շտկումներ անելով, շատ չեմ սիրում պետք է բառը։ Մանավանդ վերջերս այդ պետք է բառը չեմ սիրում։ Բայց հիմա մի ամեն երկրորդ նախադասությունը պետք է ով ենք սկսում։ Մենք պետք է սա անենք, մենք պետք է նա անենք, մենք պետք է չանենք, մենք պետք է լինեինք այդպիսին։ Այսպիսին պետք է լինեինք։ Դե ոչինչ, դեռ ունենք հնարավորություն, այո, ամեն մեկս մեր տեղում 2023-ն է։ Եկեք բոլորս լավ տրամադրությամբ, եկեք բոլորս այդ վեր գաղափարով, հայրենիքի գաղափարով, մեր մանուկների, մեր հայ մարդու համար, Սփյուռք, Հայաստան, աշխարհ, բոլորի համար, եկեք ամեն ինչ դնենք մի կողմ եւ հասկանանք, որ ամենակարևոր բանը բոլորս, թեկուզ Ամերիկայում հայերը, թեկուզ Ֆրանսիայում, միևնույն է, ամենակարևոր բանը ոտքերը ամուր, հայրենիքի եւ պետական Հայաստան պետության ողնաշարում թիկունքում ունենալու Հայաստան պետության գաղափարով առաջ գնան։ 23-ը թող դա բերի, ես միայն դա եմ ցանկանում։ Այսինքն ստացվում է, որ մենք շարունակում ենք հավատալ երազանքներին, մեծ հաշվով այդ երազանքները մեր սպասելիքներն են։ Եվ եթե մենք պատմության անիվը այսպես մտաբերում ենք, հասկանում ենք, որ մենք իսկապես ծանր օրեր ապրել ենք, ծանրագույն իրադարձություններ են եղել մեր կյանքում, այսինքն այսօր մեջքը շտկելու նաև ժամանակն է։ Այո, այսօր մեջքը շտկելու ժամանակն է եւ ամենակարևոր բանը մենք որ պիտի անենք, մենք պիտի գնահատենք մեր ունեցածը։ Եվ պատկերացնեք ինչքան տխուր կլիներ, եթե մենք երազանքով չապրեինք։ Միշտ պետք է երազել։ Եթե երազանքով չապրենք, ուրեմն կյանքը վերջացած է։ Մի ապրենք երազանքով, բայց ունենանք հստակ մեր ցանկությունը, մենք ինչ ենք ուզում եւ ուր ենք գնում, եւ քայլերը ամուր լինեն եւ հստակ։ Անսասանություն եմ մաղթում մեր ժողովրդին։ Երբ որ երերում ես, ամեն ինչ իրար է անցնում։ Գիտեք, մի շատ լավ բան կար, ասում էին, որ մի անգամ սատանան որոշում է, որ իր բոլոր գործիքները դնում է վաճառքի, դնում է սուտը, խաբեությունը, ամեն ինչ, դավաճանությունը, խարդախությունը, ամեն ինչ դնում է վաճառքի եւ բարձր գներ է սահմանում։ Բայց ընկճվածության վրա ամենաբարձր գինն է, հուսալքության վրա ամենաբարձր գինն է դնում։ Մյուսները դավաճանությունը, բան սուրերը այդպես ասում են, ինչու հուսալքության վրա ամենաբարձր գինն ես դրել։ Ասում է, որովհետեւ հուսալքված մարդուց ամեն ինչ սпасելի է։ Եվ դավաճանություն եւ ամեն ինչ։ Հա։ Ուրեմն ուզում եմ, որ բոլորս անսասան լինենք եւ չընկճվենք երբեք։ Մենք շատ այդպիսի ծանր օրեր ենք ապրել, շատ օրեր ենք ապրել, ինքը շատ դժվարությունների միջով եմ անցել, ես շատ լավ գիտեմ դա։ Ես դա եմ ուզում ասել, որ հեռուստադիտողները էկրանից այն կողմ նստած գուցե պատկերացնեն, որ հեշտ է խոսել այսօր Երևանից, Սպենդիարյանի տուն թանգարանը իր գործունեություն ունի, լույսեր, շքեղ իրադարձություններ, կապեր, բայց ձեր օրինակը, ձեր կենսագրությունը դրա հավաստումն է, որ հաղթահարել եք դժվարություններ, ծանր երկրաշարժը,
այդ դժվարությունների մութ ու ցուրտ տարիների մեջ այսօր դուք ուղղորդում առաջնորդում եք մի մշակութային օջախ, որը իր ասելիքով ներկայանում աշխարհի ամենահայտնի բեմերում, ամենահայտնի ամբիոններում։ Այսինքն դուք նաև օրինակն եք, որ պիտի հավատալ ուժերին, որքան էլ որ մեր դեպքում ժամանակը սայթաքի, սպասումներով լի դեպի առաջ։ Այո, նախ շնորհակալ եմ մեզ այդքան բարձր գնահատանքի արժանացնելու համար, սիրելի Լիան։ Ձեզ ենք շնորհակալ։ Բացի դրանից ուզում եմ ասել, մի լավ բախտավորություն ունեմ։ Գիտակցության այն վիճակում եմ, որ ես հասկացել եմ, որ ինչի համար եմ ես այս երկիր մոլորակում։ Շատ լավ գիտեմ, ինչ է իմ առաքելությունը։ Գուցե իմ կոմպոզիտորական կրթությունը, իմ արվեստագետ լինելը այդքան կարևոր չէ այս պարագայում, որքան այն, որ ես իմ փորձով, իմ կյանքի օրինակով ինձ հետ իմ հետևից տանում եմ մի մեծ բանակ։ Այո։ Եվ այդ բանակը գնալով մեծանում է ի ուրախությունից։ Ուրեմն հենց ձեր օրինակով հուսադրող, ոգևորող, գոտեպնդող օրինակով պիտի այն կանանց, այն մարդկանց, ովքեր Արցախում այս պահին իսկապես սպասում են այդ խոսքին ու բառին, որովհետև բառն էլ արժեք ունի, երբ տվյալ մարդը անցել այդ ճանապարհը, այդ դժվարությունները եւ գիտի ամեն մի ապրումի նյարդի արժեքը։ Լավատեսության կամ գոտեպնդվելու, իրար ձեռք բռնելու խոսքեր։ Այո, բառեր։ Ձեռք բռնելու եւ ինչպես ասացի, այն սատանայի վաճառքի հանած վատ բաներից մի կողմ դնելու ամենակարևորը հուսալքությունը, վանելու մեզանից, թեկուզ փոքր հուսալքության դեպքում առավոտյան երբ որ արթնանում ես, ասեք, որ մենք ամեն ինչ կարող ենք անել։ Մենք ամեն ինչ կարող ենք անել եւ ամենակարևոր բանը, որ փրկելու է ամեն ինչ։ Եվ այսքան տարիներ ինձ համար դա եղել է ամենածանր պահին ամենամեծ հաղթանակը։ Դա ժպիտն է։ Դա ժպիտն է, որովհետեւ ես շատ լավ հիշում եմ, որ երբ որ երկրաշարժից հետո Կանադայում էի եւ օդանավակայանում երբ դուրս եկա, ես չգիտեի, որ ինձ այդ ձևով են դիմավորելու, այնտեղ կանադական բոլոր հեռուստատեսություններն էին հավաքվել, բացեցին դուռը եւ սկսվեց հեռուստատեսության լրագրողների մի տարափ։ Եվ ես ինչ արեցի այդ պահին։ Ես ժպտում էի, պատկերացնում եք, նրանք սպասում էին, որ տխուր մեկը գալու է, ես ժպտում էի եւ ես սկսեցի երգել։ Ուզում եմ, որ մեր կյանքի ճանապարհը միշտ լինի ժպիտով, բայց այդ ժպիտը լինի ոչ թե ձևական, այդ ժպիտը լինի հաղթանակի ժպիտը եւ մտքի մեջ այն, որ մենք սա էլ ենք անցնելու, մենք սա հաղթահարելու ենք եւ հաղթանակով ենք հաղթահարելու։ Ուրեմն Տիկին Օթարյան, մնում է մեր երազանքները, սպասելիքները իմի բերել, դիեզերք ուղարկել, այո, եւ մի օր նորից այդ ճանապարհը անցնել դեպի Քարվաճար։ Ինչ հետաքրքիր է, դուք իմ երազանքը բարձրաձայնեցիք։ Ես երբեմն դրանից հետո իմ երազներում տեսնում եմ այդ ճանապարհը։ Եվ իմ ամենամեծ երազանքը այս պահին դա է, որ ես մի օր ինքս նորից այդ ճանապարհով անցնելու եմ։ Ու վստահ եմ, որ անցնելու եմ։ Միասին կանցնենք։ Այնքան կարոտած ու այնքան սպասված երազանքներ են։ Ամրություն, լավատեսություն եւ ժպիտ։ Շատ շնորհակալություն այս կարևոր հանդիպման համար։ Հիմա շտապենք դիմավորել։ Այո, սիրով։ Երեխաներին։ Անհամբեր եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։
Thank you.